Սիրելի հայրենակիցներ, հարգելի գործընկերներ, սա իմ առաջին ելույթն է այս քաղաքական ամենաբարձր ամբիոնից եւ սա ինձ համար մեծ պատիվ եւ պատասխանատվություն է։ Երեկ այս ամբիոնից պարոն Կոնջորյանը հայտարարեց, որ իր կինը Հայփոստի տնօրենի պաշտոնը ստանձնել է բացառապես իր մասնագիտական որակների շնորհիվ։ Պարոն Կոնջորյան, ես որպես կին, որպես կանանց համար ոչ ֆորմալ կրթություն կազմակերպող հասարակական կազմակերպության հիմնադիր եւ նախկին նախագահ, ոչ միայն դեմ չեմ, որ կանայք Հայաստանում լավ վարձատրվեն եւ բարձր պաշտոններ զբաղեցնեն, այլև ինքս դրա ջատագովն եմ։ Սակայն որպես մեծ բիզնեսից եկած մարդ, ես կողմ եմ, որպեսզի մարդիկ անկախ իրենց սեռական պատկանելությունից մասնագիտական աճ գրանցեն բացառապես իրենց մասնագիտական որակների շնորհիվ, այլ ոչ թե հին ու բարի խնամի ծանոթ բարեկամ սխեմայի։ Եվ որքան ես հիշում եմ, այս սխեման հակասում է նաև ձեր ուժի որդեգրած սկզբունքներին եւ խոսույթին, որովհետեւ հենց նման արատավոր երևույթների դեմ պայքարելով ձեր ուժը եկավ իշխանության։ Եվ ես դժվարանում եմ հիշել, որ 2018 թվականին, երբ թիրախավորվում էին այս կամ այն պետական պաշտոնյայի, այդ թվում կին ազգականները, դուք հաշվի էիք առնում նրանց մասնագիտական որակները։ Չգիտեմ, ձեզ հարց տվել եք արդյոք, գուցե այդ մարդիկ այդ պաշտոնները զբաղեցնում էին, որովհետև նրանք էլ լավ մասնագետներ էին եւ իրենց գործի պրոֆեսիոնալներ։ Ինչևէ, բայց արի ու տես, որ քաղաքացիական պայմանագրի իշխանությունը ստանձնելուց հետո ձեր ուժի հետ աֆիլացված տարբեր մարդկանց մասնագիտական որակները սկսեցին շատ բարձր գնահատվել տարբեր գործատուների եւ պետական մարմինների կողմից։ Խնդրում եմ ուշադրություն դարձնել, որ հաջորդիվ ինչ ասեմ, վերաբերվելու է ոչ թե անձին, այլ 100% պետական մասնակցությամբ ընկերության տնօրենին։ Դիցուկ, այո, Հայփոստ ընկերության տնօրենը լավ մասնագետ է։ Այդ դեպքում հարց, որտեղ է լավ վարձատրվող, լավ մասնագետի, լավ արդյունքը։ Նախ հետաքրքիր կլիներ իմանալ, թե ինչու չի երկարաձգվել կոնցեսիոն կառավարման պայմանագիրը Հայաստանի ազգային հերոս Էդուարդո Էրնեկյանին պատկանող Հայփոստ Trust Management ընկերության հետ։ Եթե պայմանագիրը չերկարաձգելու որոշումը եղել է հավատարմագրային կառավարչինը, ապա կարելի է ենթադրել, թե ինչպիսի գործընկեր է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, որ Հայաստանի ազգային հերոսը չի ցանկացել շարունակել ներդրումներ անել Հայաստանի համար այնպիսի կարևոր եւ ստրատեգիական նշանակության կառույցում, ինչպիսին Հայփոստն է։ Սակայն եթե պայմանագիրը չերկարաձգելու որոշումը եղել է Հայաստանի Հանրապետության կառավարությանը, այս դեպքում եւս ամեն ինչ պարզ է։ Ոչ մեկիս համար նորություն չէ, թե Հայաստանի Հանրապետության կառավարությունը ինչպիսի ճակերտավոր նպաստավոր պայմաններ է ստեղծում խոշոր ներդրողների համար։ Իսկ այժմ անդրադառնանք Հայփոստի կառավարմանը թվերով։ Կոնցեսիոն կառավարման տարիներին 2006-ից 2020 թվականներին, չնայած ընկերությունը իրականացնում էր խոշոր ներդրումային ծրագրեր, ենթակառուցվածքների եւ մասնաճյուղերի վերազինման հետ կապված, սակայն այդ տարիների նրա հաշվեկշռում կարող ենք արձանագրել կամ փոքրիկ շահույթ, կամ կառավարելի վնաս, ինչը թերևս հավաստեց քիչ առաջ մեր գործընկերը քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից, որի նշած ժամանակահատվածում, երբ
շահույթ է գեներացվել եւ հիմա դիվիդենդներ են վճարվում, եղել է հենց այս կոնցեսիոն կառավարման տարիներին։ Պետական կառավարմանն անցնելուց հետո կտրուկ վատթարացել է Հայփոստ Փակbaşնտիրական ընկերության ֆինանսական ցուցանիշները։ Եթե համեմատենք, օրինակ, 2025 թվականի հրապարակված ֆինանսական հաշվետվություններում տեղ գտած ֆինանսական ցուցանիշները 2019 թվականի ցուցանիշների հետ, ապա մենք կտեսնենք, որ կուտակված վնասը աճել է 163%-ով։ Ներգրավված օվերդրաֆտերը եւ վարկերը 37 անգամ։ Այնինչ, սակագինը ամենատարածված երկու ծառայությունների դեպքում, մի դեպքում աճել է 88%-ով, մյուս դեպքում 124։ Դե իսկ այս ոչ հուսադրող թվերի ֆոնին մենք կարող ենք նկատել, որ այս տարիների ընթացքում top management-ի գծով ծախսը աճել է 28.6%-ով։ Հարգելի գործընկերներ, մասնավոր ընկերությունում, երբ ընկերությունը վնասով է աշխատում, առաջին հերթին կրճատվում են top management-ի պարգևավճարները եւ աշխատավարձները։ Ինչ վերաբերում է լավ մասնագետին։ Լավ մասնագետը դա վերացական երևույթ չէ, դա չափելի է եւ այն չափվում է արձանագրած արդյունքներով։ Եվ եթե Հայփոստ ընկերության տնօրենի ժամանակ ընկերության արձանագրած արդյունքները այսպիսինն են, ապա ուզում եմ նորից տալ հարցս, որտեղ է լավ վարձատրվող, լավ մասնագետի, լավ արդյունքը։ Իսկ եթե չկա արդյունք եւ մարդը շարունակում է պաշտոնավարել, կարող ենք ենթադրել, որ այստեղ կա, օրինակ, հովանավորչություն։ Եվ վերջում ուզում եմ ելույթս ավարտել հարցով. ինչ փուլում է Երևան Սարյան 22 հասցեում գտնվող Հայփոստի շենքի տեղում կառուցվող համաշխարհային առևտրի կենտրոնը։ Շնորհակալություն։ Հարություն մնացականին։